Իրանի ու Միացյալ Նահանգների բանագնացների հաջորդ հանդիպման վայրը չի փոխվի։ Հինգշաբթի Իսլամաբադում կշարունակվեն բանակցությունները։ Հղում անելով Թեհրանում իր աղբյուրներին, X-ի իր միկրոբլոգում գրում է Ատլանտիկ պարբերականի լրագրող Արաշ Ազիզին։ Երկխոսությունը Իսլամաբադում շարունակելուն կողմ է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, չնայած ավելի վաղ բողոքել էր, որ Պակիստանի միջնորդությամբ դանդաղ է զարգանում իրավիճակը։ Թեհրանն ու Վաշինգտոնը պետք է համաձայնեցնեն բոլոր հարցերը մեկ շաբաթվա ընթացքում, քանի դեռ ուժի մեջ է հրադադարը։ Այն երկարաձգելու ծրագիր չունի Թրամփը։ ABC News-ի եթերում նա ասել է, որ հրադադարը կարող է ավարտվել պատերազմով, բայց կարող է ավարտվել համաձայնագիր ստորագրելով։ Կարևորը, որ պահպանվում է հրադադարը, նշել է Միացյալ Նահանգների հիմնական բանակցող փոխնախագահ Ջեյդի Վենսը։ Նա հայտարարել է, որ Սպիտակ տան ղեկավարը տնտեսության տեսանկյունից պարզ գործարք է առաջարկում Իրանին, որը ըստ էության ողջունել են իրանցի բանակցողները։ Բայց գործարքը չի կնքվել, որովհետև Միացյալ Նահանգները դեռ երաշխիք չի ստացել, որ Իրանը միջուկային զենք չի ունենա, չի հովանավորի, ինչպես Վաշինգտոնն է պնդում ահաբեկիչներին։ Նախագահն ասում է, եթե դուք պարտավորվեք միջուկային զենք չունենալ, մենք Իրանը կդարձնենք ծաղկող։ Մենք այն կդարձնենք տնտեսապես բարգավաճող։ Մենք պատրաստվում ենք իրանցի ժողովրդին ներգրավել համաշխարհային տնտեսության մեջ։ Վենսը չի ասել, արդյոք սա նշանակում է, որ Վաշինգտոնը պատրաստ է վերացնել Իրանի դեմ պատժամիջոցները, ինչի հետևանքով նաև ավելի քան 40 տարի Իրանը լիարժեք հասանելիություն չունի համաշխարհային շուկաներին։ Բանակցությունների առաջին փուլում Թեհրանը պահանջել էր իրանական ակտիվների ապասառեցում։ Իրանն ու Միացյալ Նահանգները վաղը բանակցությունների են գնալու, երբ արդեն առնվազն 40 ժամ է շրջափակված է Հորմուզի նեղուցը։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը տեղեկացնում է, որ Միացյալ Նահանգների ուժերը Մերձավոր Արևելքում պահպանում են ծովի նկատմամբ գերակայությունը։ Իրանը շարունակում է սպառնալ, որ պատասխան արգելքներ կսահմանի Պարսից ծոցում, Օմանի ծովում և Կարմիր ծովում ամերիկյան նավերի արտահանումների վրա, եթե Հորմուզում շարունակվեն Վաշինգտոնի անօրինական գործողությունները, անապահովություն ստեղծեն իրանական առևտրային նավերի համար։ Վաշինգտոնից վստահեցնում են, թե արգելում են իրանական նավերի ելումուտը Հորմուզ, մինչդեռ արևմտյան լրատվամիջոցների տվյալներով վերջին 2 օրերին 20-ից ավելի նավեր են անցել նեղուցով։ Թերեզա Կադաևչյան, Հայլուր։